Եվ այսպես Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա նոր տարածաշրջանային դաշինք ընդդեմ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարգել է հերոստատիտողներ Արցախի հանրապետության անկումը զգացնել է տալիս եւ զգացնել է տալիս ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին մի քանի օրերի ընթացքում մենք հերթական անգամ տեսնում ենք թե ինչպես են լարվել հարաբերությունները պաշտոնական Բաքվի եւ պաշտոնական Մոսկվայի միջև ինչից է ամեն ինչը սկսվեց գոնե պաշտոնական հա եթե փորձենք քննարկել դեպքերի զարգացումը դրանց ընթացքը Եկատերինբուրգում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները տեղի ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ մեկտեղ հատուկ գործողություն իրականացրեցին Եկատերինբուրգում եւ ըստ ռուսական լրատվամիջոցների գործողություն ընդդեմ հանցավոր խմբի մոտ 50 հոգի ձերբակալվեց 50 հոգի որոնց ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներն այսինքն մենք փաստացի գործ ունենք էթնո հանցավոր խմբի հետ, որը ձևավորված է ադրբեջանցիներով, հետագայում նաև եղան տեղեկություններ այն մասին, որ Վորոնեժում եւս ռուսական կողմը որոշակի գործողություններ, հատուկ գործողություններ իրականացրեց հենց ադրբեջանցիների դեմ եւ Ադրբեջանը ինքը պաշտոնական տարբեր մակարդակներով, տարբեր դրսևորումներով սկսեցին արձագանքել ռուսական կողմից եկած այս քայլերին։ Ինչ արեցին ադրբեջանցիները։ Ալեքսեյ Օվերչուկի այցը Ադրբեջան չեղարկվել են մշակութային բոլոր միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենային Ադրբեջանում եւ որոնք կապված են Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսօր մենք ականատես եղանք նրան, որ ռուսական պետական Սպուտնիկ գործակալության լրագրողները ներկայացուցիչները Ադրբեջանի տարածքում կալանավորվեցին։ Տրամաբանությունը նաև հուշում է, որ կողմերի միջև հարաբերությունների այս սրման փուլը կարող է շարունակվել, բայց ինչն է հետաքրքիր նաև այս ամենում, հարգելի հերոստատիտողներ, մի կողմից Ադրբեջանը հարձակումներ է գործում ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, մյուս կողմից իրենք նաև շարունակում են իրենց հարցակումները նաև Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ինչու ենք ասում շարունակում են, որովհետև երևի հիշում եք, չէ՞, որ ընդամենը 1-1.5 տարի առաջ նույնիսկ կողմերը հասել էին նրան, որ դեսպանատները միմյանց տարածքում փակել էին, բայց ադրբեջանական կողմը շարունակում է այդ հարցակումները։ Վերջին մի քանի օրերի ընթացքում որքան թիրախավորել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, օրինակ համեմատելով այսօրվա Ռուսաստանը նացիստական Գերմանիայի հետ, Պուտինին համեմատելով Հիտլերի հետ, նաև ադրբեջանական մամուլում բազմաթիվ են հրապարակումները ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության, ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի, նաև արձանագրենք հետևյալը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կապված պարբերականներից մեկը կալիբրը հոդված է հրապարակում, որը իմիջիալոց արտատպում է թուրքական մամուլում, որտեղ նշվում է հետևյալը, որ Ադրբեջանի թիվ 1 թշնամին հակառակորդը Իրանում հենց Իրանի հոգևոր առաջնորդն է։ Լավ, այստեղ տրամաբանական հարց է առաջանում. ինչ են անում ադրբեջանցիները, ինչու են իրենք այս քայլերին դիմում։ Այս հարցի պատասխանը մենք ստանում ենք, եթե փորձում ենք վերլուծել իրողությունները հետևյալ հենման կետից։ Բաքուն հանդիսանում է Լոնդոնի պրոքսին մեր տարածաշրջանում։ Պաշտոնական Լոնդոնը հետաքրքրված է նրանում, որպեսզի կարողանա հնարավորինս երկարաձգել պատերազմական գործողությունները Ուկրաինայում։ Դրա համար անհրաժեշտ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս չգան պատերազմական գործողություններից, իսկ ամերիկացիները դուրս չեն գա պատերազմական գործողություններից միայն այն պայմաններում, եթե իրենք գոնե տեսական հնարավորություն տեսնեն նրան, որ Ուկրաինան չի պարտվես պատերազմում։ Ինչը պետք անել դրան հասնելու համար Ռուսաստանի դեմ բացել երկրորդ ճակատ։ Եթե չես բացում երկրորդ ճակատ, ապա գոնե կայունացնես իրավիճակը Ռուսաստանի սահմանների երկայնքով կամ ինչը ել ավելի հետաքրքիր կարող է լինել մեր լոնդոնյան գործընկերների համար, հարգարժան բրիտանացիների համար, Ռուսաստանի Դաշնության տարածքում խժդժություններ հրահրել ազգամիջյան բախումներ հրահրել պատահական չէ, որ որոշ հասարակական գործիչներ Ադրբեջանում ադրբեջանա-թուրքական եղբայրության բարեկամության հետ հասարակական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները հայտարարություններ են անում առ այն, որ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիները թուրքերը, թուրքալեզու ազգերի ներկայացուցիչները պետք է իրենց բողոքը հայտնեն կատարվածի վերաբերյալ։ Այսինքն, տեսեք, ադրբեջանցի հանցավոր այդ խմբի անդամների ձերբակալությունից ելնելով պաշտոնական Լոնդոնը,
պաշտոնական Բաքվում փորձում են հրահրել ազգամիջյան բախումներ Ռուսաստանի Դաշնությունում։ Այս սրա մասին ենք ասում, երբ որ խոսում ենք, որ փորձում են երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Տրամաբանությունը նաև հուշում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են շահագրգռված լինել նրանում, որ տարածաշրջանում Ռուսաստանի սահմանների երկայնքով այնպիսի մի ֆորմատ ձևավորել համագործակցության, որը ուղղված կլինի եւ Ռուսաստանի Դաշնության դեմ, եւ այդ սրի մյուս կողմը ուղղված լինի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Այստեղ է, որ մենք ասում ենք, որ կա հնարավորություն, որ ձևավորվի տարածաշրջանային քաղաքական կամ ռազմաքաղաքական միավորում, որի շրջանակներում մենք կտեսնենք 3 պետություն՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Չեք հավատում, որ սա կարող է տեղի ունենալ։ Հարգելի հեռուստադիտողներ, 2023 թվականի մայիսին, երբ որ Վաշինգտոնում տեղի են ունենում պաշտոնական Երևանի եւ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների բանակցությունները, պետքարտուղարության ներկայացուցիչը, որին այն ժամանակ մենք ներկայացնում ենք որպես Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն, մեկնաբանելով Երևանի եւ Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցային գործընթացը, նշում էր, որ պաշտոնական Վաշինգտոնը հետաքրքրված է նրանում, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն, ավելին, որ կողմերը կարողանան ոչ միայն տնտեսական կոոպերացիա ունենալ, այլ նաև կարողանան համատեղ ապահովել անվտանգությունը տարածաշրջանում։ Տրամաբանությունը հուշում է, որ այդ անվտանգությունը տարածաշրջանում իրենք պետք է կարողանան ապահովեն համագործակցելով մեկ մոդերատորի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, այսինքն ՆԱՏՕ-ի մոդերատորը տարածաշրջանում հենց Թուրքիան է, եւ տրամաբանությունը այստեղ մեզ հուշում է, որ հենց Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա տարածաշրջանային եռանկյունի կարող է ձևավորվել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության եւ ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության։ Բայց այստեղ տրամաբանական հարց է առաջանում։ Լավ, Երևանին կներքաշեն այս գործընթացների մեջ։ Ինչ է Երևանը այս ամեն ինչից ստանում։ Իհարկե մենք մաս ենք կազմելու հակառուսական ծրագրի, բայց ինչն է կարևորը, նաև ամերիկացիները շատ բաց հայ հասարակության հետ խոսում են, որ իրենք չեն կարող տալ անվտանգային երաշխիքներ։ Այսինքն մենք կարող ենք գալ մի իրավիճակի, երբ որ օրինակ լսելով Մակրոնին, լսելով բրիտանացիներին, լսելով ամերիկացիներին, լսելով եվրոպացիները կայակալասը այստեղ են։ Մենք կարող ենք մաս կազմել մի դաշինքի, որը Ռուսաստանի Դաշնության դեմ է, բայց Հայաստանի Հանրապետության անվտանգություն ապահովելու պահին մենք կտեսնենք, որ Հայաստանի Հանրապետությունը կլանվում է Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից։ Ինչևէ, ամփոփելով նաև մեր այսօրվա զրույցը եւ գալով զրույցի բուն թեմային, հերթական անգամ պետք է արձանագրենք հետեւյալը. սխալ են Ռուսաստանի Դաշնությունում ռազմաքաղաքական, քաղաքական, տնտեսական, նաև փորձագիտական այն շրջանակները, որոնք փորձում են հետեւյալ թեզն առաջ տանել, որ գլոբալ առումով, ռազմավարական առումով տարածաշրջանում Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ընտրություն կատարելով հօգուտ Ադրբեջանի, Ռուսաստանը հնարավորություն կունենա եվրասիական աշխարհի մեջ ինտեգրել թուրքալեզու պետություններին, թուրքական աշխարհը դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իրականությունը հետեւյալն է. կորցնելով Արցախը, Ռուսաստանը կորցրեց Հայաստանի Հանրապետությունը, կորցնելով Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանը կորցնում է նաեւ Ադրբեջանը։ Մտածեք այդ մասին։